Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVKM-ը տեսակապի միջոցով կզրուցի Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հետ։ Աստծո բարին ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Ես եմ շնորհակալ։ Անցնող շաբաթը հագեցած էր ինչպես հոգևորականների, այնպես էլ վարչապետի մասնակցությամբ մի քանի տարբեր միջադեպերով։ Սկսենք Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ տեղի ունեցածից, երբ մի երիտասարդ փորձում էր հարվածել վարչապետին, նրա անվտանգության աշխատակիցները երբ փորձում էին այդ երիտասարդին դուրս հանել եկեղեցուց, դպիրները փորձեցին խոչընդոտել անվտանգության աշխատակիցների օրինական գործողություններին, այնուհետև դե սկսեց քաշքշուկ, ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս միջադեպին։ Առհասարակ բռնությունը պետքա աշխարհում տեղ չունենա, որպես հայ մարդ ես կարծում եմ, որ մեր երկրի մեջ պետքա բացառել բռնությունը եւ մանավանդ եկեղեցու մեջ։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ որ քաղաքականությունը պետք է լռի եւ առհասարակ հանդուրժողականությունը եւ սերը պետքա իշխող լինի։ Եթե անգամ սերն էլ իշխող չլինի, գոնե հանդուրժողականությունը պետք է իշխող լինի, բայց մենք տեսանք, որ իհարկե չեմ ուզում քննադատել այս երիտասարդին, բայց ամեն դեպքում եկեղեցին այստեղ անելիք ունի եւ այս դեպքը ինձ համար օրինակ էր, որ եկեղեցին իսկապես ունի խնդիրներ իր ներսում, խնդիրներ հավատացյալին ճշմարիտ կերպով քրիստոնեությունը մատուցելու հարցում եւ ինձ համար դատապարտելի է այս արարքը, որ կատարվեց, կապ չունի ում հանդեպ է անում, փառք Աստծո, որ անվտանգության աշխատողները գործի անցան, կարողացան ուրեմն վարչապետին պաշտպանել, բայց պատկերացրեք մի մարդու, որ հավատացյալը եթե չսիրի հավատացյալին ու եկեղեցու մեջ ուզենա նրա հետ հաշվեհարդար տեսնել, ինչ պետք է կարողանար անել այդ մարդը, միայնակ մարդը, որ օգնող կամ օգնական իր հետ չունենա։ Դեպաբար այսպիսի դեպքերը եկեղեցու մեջ պետք է բացառել եւ ես կարծում եմ, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ինքը գոնե դատապարտող խոսք պետք է ասեր այս տվյալ դեպքի առնչությամբ, որպես եկեղեցի իր խոսքը երկու զավակների վերաբերյալ էր, երկու զավակների մասին էր եւ չպետք է տարբերություն դնեին։ Մի փոքրիկ ինչ-որ մեկնաբանություն տեսա, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն ասում է, դե քանի որ վարչապետը միացել է եկեղեցու բարեկարգմանը, դրա համար երիտասարդը այդպես է արել, կարծեք երիտասարդի արարքը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը փորձում էր արդարացնել դատապարտելու փոխարեն։ Եվ նաև կխնդրեմ ասեք, դպիրներն իրավունք ունեն նման կերպով արձագանքելու անվտանգության աշխատակիցների օրինական գործողություններին։ Այդ մարդիկ իրենց ծառայողական պարտականություններն էին կատարում, ինչու էին փորձում խոչընդոտել։ Եթե ընդհանրապես պատարագը ընդհատել չի կարելի, անգամ քահանաների հետ կապված, եթե անգամ քահանան իրեն վատել զգա, իրավունք չունի պատարագը ընդհատել, ամեն ինչ պետք է անի, որ պատարագը մինչև վերջ հասցնի ավարտին, բայց ինչ որ արեցին դպիրները, պատարագի ժամանակ իջան ներքև ու կռվում էին այնտեղ, չգիտեմ, քաշքշում էին մարդկանց կամ ինչ որ մեկի էին պահվում, լավ իմանալով, որ չգիտեմ, չէին տանելու ՑՄԱ ազատազրկման, հա, ուրեմն ենթարկեն այդ տղային, բնականաբար բռնելու էին, մի քանի ժամ հետո բաց էին թողնելու, բայց հակնել այդ զգեստները կապան, չգիտեմ, Ֆարաջան կամ շապիկները, որը որ նայելիս կողքի նայող մարդը պիտի մտածեր, որ այս մարդը եկեղեցու ծառայող է, բայց եկեղեցու ծառայողը երբ որ արդեն անցնում է փողոց եւ փողոցում զբաղվում է, չգիտեմ, ըմբշամարտով, այս ինձ համար, մեր հանրության համար, հայ հավատացյալի կամ առհասարակ աշխարհի քրիստոնյաների համար շատ այսպես անսպասելի դեպք է, անսպասելի երևույթ է եւ եթե մենք այդ շապիկները հագնում ենք, արդեն պետքա նաև սա մեր կերպարի վրա ազդի, լինենք ավելի խոնար եւ խաղաղասեր։ Բնականաբար սխալ է, որ պատարագի ժամանակ սարկավագները իջել էին եւ խոչընդոտում էին ոստիկանության գործողություններին։ Դրանից հետո, երբ վարչապետը մեկնեց աշխատանքային այցով Մոսկվա, Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ վարչապետի, տգեղ տեղարարքներ թույլ տվեցին, վարչապետի նկարը այրեցին եւ որքան էլ զարմանալի էր, դա տեղի ունեցավ քահանաների գլխավորությամբ, ռուսերեն խոսողի դեպ քահանաների եւ պարզ է, հա, որ դա տեղի ունեցավ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի թույլտվությամբ։ Նաեւ այս մասով կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ասեք, որ տեղի ունեցավ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի թույլտվությամբ, իհարկե բնականաբար Եզրաս arczepiskopos Ներսիսյանի թույլտվությամբ է եղել, բայց յուրաքանչյուր մարդ պետքա ունենա դատելու, վերլուծելու հնարավորություն, հետո ինչ որ այդ հրահանգը Եզրաս arczepiskopos Ներսիսյանը տալիս է։ Վերջապես մեր երկրի ղեկավարն էր, հա, ու չէր կարելի երկրի ղեկավարին այդպես ընդունել այնտեղ, այլ այն դեպքում, երբ որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը ուրեմն
կողմ է այս իշխանությանը կամ սիրում է այս իշխանությանը եւ համաձայն է նրա արած յուրաքանչյուր ուրեմն քայլի կամ արարքի կամ խոսքի հետ, դեպաբար այնտեղ այս ընդդիմության ձևավորումը ինձ համար շատ տարօրինակ է, որտեղ կարիքը դրա անգամ չկա, հայ քահանան պարտավոր է սպասարկել հայ ժողովրդի շահերը, իսկ այստեղ գոնե ես չեմ կարող կույր ձևանալ ու ասել, որ օրվա իշխանությունները ժողովրդի շահերը չեն սպասարկում են եւ ժողովրդի մեծամասնությունը իսկապես գոհ է ու շնորհակալ է այն կառավարությունից, որ կառավարությունը որ ունի։ Եվ այս արարքը ես հակապետական ինչ-որ քայլ եմ դիտարկում, անգամ պատերազմի օրերին ես չեմ հիշում դեպքեր, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի ժողովուրդը վարչապետի նկարը այրեր, մեր վարչապետի նկարը այրեր կամ չգիտեմ որևէ մեկ հայ մարդու նկար այրեր, տեսել ենք դրոշների այրման այսպես ինչ-որ դեպքեր, բայց ինձ համար տարօրինակ է արտասովոր, որ հայ մարդը կարող է իր երկրի ղեկավարի նկարը այլ երկրի մեջ այրել ցույց տալու համար, որ մենք ձեզ հետ ենք ձեր կողմից են կամ ձեր շահերն ենք պաշտպանում։ Որևէ մեկ հայ մարդ իր համար առաջին շահը պետք է լինի սեփական երկրի ու սեփական ժողովրդի շահը։ Մանավանդ խորականության համար եւ ես նաեւ ունեմ տեղեկություններ, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը նաեւ ճնշումներ է գործադրում քահանաների վրա, ունեմ տեղեկություն, որ ինքը կազմակերպելու է, որ ոչ միայն ժողովուրդը գա Հայաստանում ընտրությունների մասնակցելու, այլ նաեւ հենց իր քահանաների եւ իր ընտանիքների տոմսերի հարցը Այդ մասին է հենց ուզում հարցնել, այսինքն նա իր հոգևոր գործունեությունը թողել է եւ հիմա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ, որ քահանաներին ուղղորդում է այստեղ ընտրության։ Գիտեք, միանշանակ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, հիմա իրենք ամեն բան պետքա անեն, որ այս իշխանությունը ընտրությունների ժամանակ չանցնի, որովհետեւ նաեւ իրենք երևի թե պարտքի զգացում ունեն Ռուսաստանի հանդեպ, ինչու, որովհետեւ ես հիշեցի Եզրաս arczepiskopos-ի ուրեմն այնտեղ առաջնորդ դառնալը, որովհետև երբ որ ինքը այնտեղ առաջնորդ է դարձել, Տիրան arczepiskopos-ին այնտեղից վռնդելու համար իրենց ռուսական սպեցնազի տղաներն են ուրեմն օգնության հասել, օրեր շարունակ շրջափակելով առաջնորդարանի շենքը եւ ցույց տալով, որ Տիրան arczepiskopos-ը մուտք գործի այնտեղ, եւ իհարկե այս տարիների ընթացքում օգնություն եղել է, հա, Եզրաս arczepiskopos-ին ինքն էլ հիմա բնականաբար պարտավորված է իրեն զգում, որ ամեն ինչ անի, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում մեծանա, այդ իսկ պատճառով ինքը պատրաստ է եկեղեցու անգամ վերջին լուման ներդնելու այն բանի համար, որ Հայաստանում ընտրությունները հօգուտ այս իշխանությունների չլինեն, բայց այստեղ ինձ համար որպես հայ քահանա եւ հայ մարդ մեկ ուրիշ հարց է առաջանում, ով է իրենց տվել այդ իրավունքը, արդյոք ժողովուրդը իր առաջնորդին, եպիսկոպոսին տվել է իրավունք, որ ինքը եկեղեցու գումարները, այն նվիրատվությունները, որ գոյացել է եկեղեցու կարիքների համար, ընտրությունների համար հիմա մսխվի։ Բնականաբար, երբ որ տոմսերը պետքա Եզրաս arczepiskopos-ը կազմակերպի, այդ տոմսերը ծրի չեն լինելու, ինքը պիտի վճարի այդ տոմսերի դիմաց, իսկ այդ գումարը որտեղից պիտի վերցնի, բնականաբար հայ հավատացյալի նվիրատվություններից առաջացած այդ գումարից։ Եվ եթե կար այդքան գումար, որ ինքը այս օրերին պատրաստ է այդ գումարները աչու ձախ այսպես շռայլ կերպով տալու, ապա ժամանակին ինչու չէր օգնում, չգիտեմ, որ հայ մարդը չհասներ Ռուսաստան, այնտեղ ոնց որ ժողովուրդն ասում չէ, արտագնա աշխատանքի կամ խոպանի գնա, հիմա ինքը այդ արտագնա աշխատանքի գնացած մարդուն պատրաստ է ֆինանսավորել, որ ինքը գա Հայաստանում ընտրության մասնակցի։ Եվ եթե այդպես է կար այդ հնարավորությունները, միգուցե կարելի է այստեղ եկեղեցին օգնել, որ աշխատատեղեր բացվի, որ հայ մարդը չգնար ու Ռուսաստանում իր հացը փորձեր վաստակել։ Եվ երկրորդ կարևոր բանը, առհասարակ ես կուզեմ դիմել մեր ժողովրդին, ճիշտ է, հոգևորական եմ, ես սա քաղաքականության մաս չեմ համարում, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ, բայց այստեղ ձայնը գնելու եւ ձայնը վաճառելու մասին եմ ուզում մի փոքր խոսել, առհասարակ որևէ բան վաճառելը լավ է, բայց երբ որ դու վաճառում ես քո ազատությունը, անգամ Աստված է դրան դեմ, երբ որ օրինակը, հա, այսպես բերեմ, եթե մի կին վաճառի ինքը իր մարմինը, մենք այդ վաճառքը շնություն կհամարենք եւ ոչ միայն կհամարենք այդ կնոջ արարքը շնություն, այլ նաեւ այն տղամարդու, որ այդ մարմինը պատրաստ է գնել, նույն ձևով ես հիմա հարց եմ տալիս, արդյոք սեփական ձայնը վաճառելը այս իմաստով մեր կողմից պետքա դրական դիտարկվի։
Եվ ես խնդրում եմ, որ դուք այն գումարները, որ պետք է այդ օրերին աշխատեք, միայն ձեր մասին չմտածեք, սիրելի ժողովուրդ, այլ նաև մտածեք Հայաստանում ապրող մարդկանց մասին, որովհետև մենք ենք ապրում այս երկրի մեջ, մենք ենք տառապում այս երկրի մեջ, մենք ենք փորձում այս երկիրը շենացնել, եւ եթե ձեզ համար այդ երկիրը հարմար է եւ ուղղակի ընտրություններին կարող եք որոշակի գումար վերցնել ու գալ այստեղ ընտրության մասնակցել, ես խնդրում եմ, որ դուք մեր եւ մեր երեխաների որ ապագայի վրա այդ քարը չգցեք։ Հետևաբար խնդրանքս է մեր բոլոր հայությանը, որ եթե ձեզ այդպիսի առաջարկներ լինեն, ու ես գիտեմ, որ առաջարկներ կան, անգամ Ռուսաստանում եկեղեցիներում քահանաները հավատացյալներին ցուցակագրում են այս օրերին եւ շուտով պետք է նաեւ Եզրաս arczepiskopos-ին ցուցակ ներկայացնեն, թե որ համայնքից ինչքան մարդ է պատրաստ գալ Հայաստան, Եզրաս arczepiskopos-ն էլ բնականաբար ռուսական կառավարության հետ համագործակցելով պետք է այս ամենը կյանքի կոչի։ Այն ինչ որ տեղի ունեցավ Մոսկվայում, ինչու ոչ նաև Սուրբ Աննա եկեղեցում, սա ինչ ծառայություններ է, ձեզ պաշտպանություն են ակնկալում Մոսկվայից Ներսիսյան եղբայրները։ Բնականաբար այսքան տարի ակնկալել են եւ հիմա էլ են ակնկալում եւ իրենք բացել է, որ ամեն պարագայի ռուսները իրենց պետք է ամեն գնով օգտակար լինեն եւ եթե կան ռուսները, ապա իրենց ոչ ոք ոչինչ չի կարող ասել, դրա համար էլ այսպես անտարբեր են եղել հայ ժողովրդի նկատմամբ, եթե տեսեք, այսպեսի մի բան կա, հոգեբանորեն, եթե դու ուզում ես որևէ մեկը գա ու քո կողքը կանգնի, ժամանակի ընթացքում դու այդ մեկի համար որևէ բան պետք է արած լինես, լավ բան պետք է արած լինես, իսկ նրանք մտածում են, որ եթե միայն ռուսների հետ լավ լինեն, ապա Հայաստանում որևէ խնդիր չեն ունենալու։ Ես եթե անկես լինեմ, մի փոքր խղճում եմ նրանց, որովհետև ժամանակին իրենք սխալ են թույլ տվել, այդ տեսեք այդ ձայնավաճառությունը ոնց է, նույնն էլ իրենց իրավիճակն է եւ հիմա իրենք ստիպված են այս ամբողջ տարիների ընթացքում ոնց որ իրենց հույսը դրել են ռուսական կառավարության վրա, հիմա էլ ռուսները իրենց են ստիպելու ինչ որ բաներ անել Հայաստանում, իրենց օգնել, որ իրենց գերակայությունը այստեղ մնա եւ իրենք ուղղակի տարբերակ չունեն։ Գիտեք, խղճալի է իրենց վիճակը, իրենք ուղղակի տարբերակ չունեն այլ բան անելու։ Եվ միակ տարբերակը, որ իրենք ուղղակի Կտրիչ Ներսիսյանը թողնի այդ աթոռը, թողնի գահը ու վերադառնա հանգստի, իսկ Հայաստանում այստեղ կաթողիկոս կդառնա այնպիսի մարդ, որը հայամետ կլինի, որը աղոթասեր կլինի եւ սեփական երկիրը, սեփական հողը կամ սեփական հավատը որևէ բանի դիմաց պատրաստ չի լինի վաճառել։ Այ երբ վարչապետը հայտարարում է, որ Կտրիչ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, իրենք նեղանում են, ասում են սեպ է խրում եւ այլն, բայց իրենց գործողություններով հավաստիացնում են, չէ՞ որ դա այդպես է։ Բնականաբար հավաստիացնում են, որովհետեւ անընդհատ հերնել ու ասել, որ Արցախը պետքա հետ բերենք, բնականաբար սա խոսում է, որ հետ բերելու համար դու պետքա պատերազմ մղես եւ նաեւ գիտեք, այստեղ միջազգային հանրության հարցն էլ կա, որ տարիներ շարունակ միջազգային հանրությունը Արցախը չէր ճանաչում Հայաստանի մաս, այս էլ այն դեպքում, երբ որ անգամ Հայաստանի Հանրապետությունը Արցախը չէր ճանաչում, հա, նրա պետականությունը ոնց որ չէր ճանաչում, այդ պատճառով աշխարհը այսօր գիտի, որ Արցախի տարածքը ինքը Ադրբեջանի տարածք է եւ միջև հասնելը պատերազմին դու դիվանագիտական հաղթանակ գոնե պիտի կարողանաս ստանել, բայց ինձ համար հետաքրքիր է մեկ այլ հարց, որ ինչի հենց պատերազմից հետո, երբ որ ինքը Կտրիչ Ներսիսյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը, ինչու այդ ժամանակ ավելի շատ խոսեց Արցախի մասին, ինչու ավելի շատ հիշեց Արցախը, ես հավատացած եմ, որ իր եւ ընդդիմության համար Արցախի թեման ուղղակի ձայներ հավաքելու միջոց է եւ իրենք անընդհատ պետք է շեշտեն Արցախը, որպեսզի կարողանան ժողովրդին համոզել, որ այս իշխանությունը Արցախը հանձնած իշխանություն է, բայց այս անցնող 30 տարիների ընթացքում մեր պահվածքը առհասարակ մեր այն տարբեր իշխանությունների պահվածքը այնպեսին է եղել նախորդ իշխանությունների, որ իրենք այնպես չի որ ցանկություն են ունեցել Արցախը զորացնելու։ Եթե Արցախը զորացնելու ցանկություն ունենային, ապա պիտի այնտեղ լավ բանակ ունենայինք, պիտի լավ զենքեր ունենայինք, կրակող զենքեր պիտի ունենայինք, պիտի հետևեինք, որ թալան չլիներ, հա, որտեղ այսօր մենք նաև ունենք տեղեկություններ, որ ժամանակին գեներալները, չգիտեմ, զինվորականները այնտեղից տարբեր բաներ են ուրեմն բանակից վերցրել, չգիտեմ ինչ որ բաներ են վաճառել եւ բնականաբար եթե ունեցել ես այսպիսի հրամանատարական կազմ եւ
ամեն մեկը մտածել է թե բանակից ինչ պիտի գողանա, պարզել որ այդ պատերազմը պետքա մենք պարտվեինք։ Երբ ստեղծվեց բարենորոգման խորհուրդը, դրանից առաջ էլ տեղի ունեցած հայտնի միջադեպերը ձեր հետ, Տեր Թադեի հետ, Տեր Տարոնի հետ եւ այլն, բարենորոգումից հետո սկսեցին ավելի ակտիվ ձևով ընդդիմադիրները ձեզ թիրախավորել, պիտակներ կպցնել, համարել պրոիշխանական հոգեվորականներ, մինչդեռ մենք ունենք նաեւ հակառակ պատկերը, երբ Կտրիչ Ներսիսյան օրինակ հանդիպում էր մեր ձևով շարժման ներկայացուցիչների հետ, առաջնորդանի պատին փակցված էր Սամվել Կարապետյանի նկարը, Եզրաս Ներսիսյանը վերջերս մոտ 10 օր առաջ, 2 շաբաթ առաջ հանդիպել էր ՀՀԿ ներկայացուցիչների հետ, սրան ինչ կասեք։ Գիտեք, այո, հաճախ մեզ ինձ Տեր Թադեին կամ մյուսներին մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, բայց հետաքրքիր բան հիշեցի, որ ես տեսած թանկ կար, ցուցակ կար, երբ որ պետքա Հայաստանում կամ հեղափոխություն լիներ կամ ընտրություններից հետո մեր ձևով է, երբ որ պետքա գար իշխանության, այնտեղ անգամ մի քահանայի անուն կար, ում նշել էին, որ պետքա ինքը դառնա падգամավոր։ Եվ նաև մենք տեսանք Բագրատ arczepiskopos-ի այս ցույցերը կազմակերպած, հա, պատմության մեջ առաջին անգամ կարող ենք ասել, որ հայ հոգևորականը ուզում է քաղաքականությամբ զբաղվել ու դառնալ վարչապետ։ Թերթեք հայոց պատմության էջերը եւ կտեսնեք այդպիսի մեկ էջ, մեկ տող, մեկ նախադասություն չկա, որ arczepiskopos-ը ուզենա զբաղվել քաղաքականությամբ, եկեղեցին տանել քաղաքականության մեջ, մտցնել քաղաքականություն եւ իհարկե բնականաբար այս ամենը նաեւ հենց կաթողիկոսի օրինակով, բայց ինչ վերաբերվում է ձեր տված հարցին, ես ասեմ, որ այո, այդ խոսքերը, մեզ քննադատությունները իրենց կողմից կան Եվ երբ որ մենք հետաքրքրվում ենք իմանալու համար թե ովքեր են այդ մարդիկ, ովքեր որ մեզ քննադատում են, տեսնում ենք, որ որևէ կուսակցության են հարում, ընդդիմադիր կուսակցության են հարում, իսկ հասարակ ժողովուրդը, այն մարդիկ, ովքեր որ եկեղեցու իսկապես ուրեմն վերքերով անհանգստացած են, եկեղեցու խնդիրներով անհանգստացած են, այդ մարդիկ բացի գովեստի խոսքերից մեզ որևէ այլ բան չեն ասում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ մեզ քննադատում են, այսպիսի բաներ են ասում, միգուցե ժամանակին կամ նախորդ իշխանությունների ժամանակ պաշտոն են զբաղեցրել կամ էլ այս օրերին ցանկություն ունեն ընդդիմության կազմում որևէ պաշտոն ստանալու։ Այսինքն պաշտոնը կամ, այսպես ասեմ, շահն է, որ մարդկանց մղում է մեզ վիրավորել։ Իսկ հասարակ ժողովուրդը կամ այն մարդիկ, ովքեր ավելի գիտակից են եւ իրենց շահը այն չէ, որ իշխանության գան կամ պաշտոն ունենան, աթոռի նստեն, այդ մարդիկ մեր հետ խնդիր չունեն։ Տեր Արամ, քանի որ շուտով տոնելու ենք Սուրբ Հարության տոնը, ես կխնդրեմ ձեր կոչը, հորդորը, ուղերձը հղեք հայ ժողովրդին եւ հատկապես նաեւ այն մարդկանց, որոնք չարացած են, որոնք պետականության դեմ են փորձում դուրս գալ։ Ես ավետարանը ընթերցելիս, ասում եմ, կարմիր թելի նման անցնում է, որ ճշմարտությունը միշտ հաղթանակում է, արդարությունը միշտ հաղթանակում է եւ մեր Տերը, չնայած դժվարություններին, չնայած տառապանքներին, ինքը գիտեր, որ վերջում պետքա հարությունը իր լինի, ինչքան էլ որ մարդիկ իրեն վատ բաներ կասեն, ինչքան էլ որ իրեն խաչը կհանեն, իր ձեռքերը կամ ոտքերը կծակեն, ես ուզում եմ դիմել նաեւ մեր ուրեմն իշխանություններին, ուզում եմ որ համբերություն ունենան, ուզում եմ որ Քրիստոսի համբերությամբ նաեւ լցվեն, որովհետեւ ես հավատացած եմ, որ այն ինչ որ իրենք ուզում են, այն ծրագրերը, որ իրենք ունեն Հայաստանի Հանրապետության համար, այդ ծրագրերը բարի են, այդ ծրագրերը նաեւ Աստծուց են եւ եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն, ես եւ ինձ նման շատ ու շատ մարդիկ վստահաբար իրենց երեխաներին չեն ուզենալու այս երկրից հանել դուրս կամ երազանք ունենալու, որ արտասահմանում ապրեն։ Ստեղից մի բան հիշեցի, տեսեք, տենդենց կար վերջերս վերջին տարիներին մարդիկ բոլորը գնում էին արտասահման, Ամերիկա, չգիտեմ, եվրոպական այլ երկրներ, որ իրենց երեխաները այնտեղ ծնվեին, այնտեղի քաղաքացիություն ունենային, որովհետև այս մարդիկ վախենում էին, որ վաղը միշտ Հայաստանում կարա պատերազմ լինի, կարող են իրենց երեխաները գնալ, այլևս չվերադառնալ, դրա համար հենց նախորդ իշխանության շատ անդամներ այս լինելով իշխանություն եւ հասկանալով, որ իրենք Հայաստանի խաղաղության համար ոչինչ չեն կարողանում անել, միակ բանը, որ իրենց ընտանիքների խաղաղության համար անում էին, գնում էին արտասահմանում կամ տներ էին առնում կամ այնպես էին անում, որ իրենց հղի հարսները կամ աղջիկները գնան եւ այնտեղ ծննդաբերեն, որ իրենց երեխաներին վտանգ չսպառնա։ Բայց փառքաստու այս իշխանության ժամանակ ճիշտ է պատերազմ եղել է, բայց այդ պատերազմը հասունացել էր ավելի վաղ, բայց միևնույն է այդ պատերազմը բերեց
խաղաղության, որ մենք հիմա կարողանանք այսպեսի խաղաղ երկրում ապրել ու արարել ու ստեղծագործել։ Ես հավատացած եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ես հավատացած եմ, որ այս մարդիկ հայրենասեր են, այս մարդիկ քրիստոսասեր են, եկեղեցասեր են եւ աղոթում եմ նաեւ նրանց համար, ուզում եմ, որ այն ծրագրերը, պլանները, որ իրենք կազմել են, Աստծով կյանքի կոչվի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար